Համապատասխանում է իրականությանը, որ ազատվել էր հենց այս ՀԴՄ կտրոնները։ Ոչ։ Իսկ ինչի համար էր ազատվել աշխատանքից։ Ազատումը փոփոխությունների կատարում ենք, որպեսզի ավելի նոր, ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրով նշանակումներ մենք գտնում ենք, որ այս բանը պետք չէ, որովհետև ֆունկցիաների բաշխումները կատարել են, նոր տեղակալ ենք բերել Միրումյան Վարդագեն ֆինանսների նախարարությունից, ավելի ուժեղացնում ենք։ Բայց նա փաստորեն երկու հոգի ազատվեցին, մեկը հետո վերականգնվեց, իսկ Բեհբուդյանը չվերականգնվեց։ Փաստորեն կապված էր այդ ՍԱԶ գրուպում ստուգումների հետ եւ այլն։ ՍԱԶ գրուպի ստուգումների հետ որևիցե կապ չունի։ Մենք կադրային փոփոխություններ անում ենք առանց հաշվի առնելու խախտումներ հայտնաբերել եք ՍԱԶ գրուպում տեղ։ Հիմա որ չես թողում մի հարցին պատասխանում, հետո մյուսն ստադի դի լավ չի։ Հիմա հաջորդ հարցը ասա։ Խախտումներ ՍԱԶ գրուպում հայտնաբերվել են։ Բոլոր ձեռնարկություններում խախտումներ արձանագրվել են։ Պարոն Խաչատրյան, դուք տևակ մի քանի ամիս կամ մեկ ամիս ստուգումներ եք իրականացնում առողջապահական հիմնարկներում։ Դեռ ոչ մի ցուցանիշ չկա այդ տվյալներով, կարծեք հաստատ։ Մենք առողջապահական հիմնարկներում ստուգումներ ենք անում, 99 ձեռնարկությունում չափագրում ենք անում, 6-7 ձեռնարկությունում ստուգումներ ենք անում, այդ նյութերը ուղարկում ենք առողջապահության նախարարություն եւ ուղարկում ենք կառավարություն հետական տասկը։ Մենք ուժեղացնում ենք ինստիտուցիոնալ վարչարություն։ Վերի խայտարակ պատկեր որտեղ ավելի շատ նկատվել։ Խայտարակ չասեմ, բայց բոլոր ոլորտներում ստվերը կա։ Ամենաշատը, երբ որ ստուգումները ավարտենք, մենք լրատվամիջոցներով կհրապարակենք, նաև առողջապահության նախարարությունը կհրապարակի եւ կառավարությունը։ Դա փոքր ու միջին բիզնեսի վրա ճնշում չի լինի այդպեսի սարքեր։ Մենք ուզում ենք, որ փոքր եւ միջին բիզնեսի վրա ճնշում չլինի։ Հիմա կառավարությունում կա վարչապետի հանձնարկանը եւ հանրապետության նախագահի, որ մենք ուրեմն բեռը երևի պետությունը կվերցնի իր վրա։ Կհավաքագրենք, եթե հաշվի ենք առնում, որ 4 ամիս ընդամենը մնացել եւ ունենք դեռ 50 միլիոնից ավել գումար հավաքել։ Դու ո՞նց ես կարծում։ Միլիարդից լուրջ չեն կարծում։ Կարելի ասենք պետական բյուջեն չկատարի։ Չէ, նախկինում դուք մտահոգություն ունեիք, որ կարող է չհավաքագրենք։ Մենք ամեն օր մտահոգություն ունենք։ Մենք չենք ասում չենք կարող հավաքագրել, մենք ասում ենք եկեք նստենք մտածենք, որ ոլորտներից, ինչ ձևով։ Դուք հիմա եթե ուշադիր հետևեք մեր վարչական ռեսուրսներին, մենք կոշտ վարչարություն չենք ուզում կիրառել։ Էլեկտրոնային կառավարման համակարգը եւ այս փոփոխությունները ինչ է։ Եթե մենք ուզում ենք այսքիչ դրամարկային մեքենաները փոխել, ինչի համար ենք ուզում։ Մենք հանեցինք այցելությունները բիզնեսի մոտ։ Մենք հանեցինք ուրեմն բոլոր անհարկի միջամտությունները բիզնեսին։ Մենք ասում ենք բիզնես մեզ ինքնուրույն հայտարարագրի։ Եվ եթե այս համակարգը մենք էլեկտրոնային կառավարման նաև առևտրային այն ոլորտներում, որտեղ հսկիչ դրամարկային մեքենաների պահանջը պարտադիր է, պատկերացնեք, մենք կարող ենք օնլայն ռեժիմով պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական վարչությունից հետևել բիզնեսի վարկագիծը առանց միջամտության եւ վերլուծություններով իրեն առաջադրել հարկեր։ Ամբողջ գաղափարը դրան։ Այսինքն 101 միլիարդը մենք կհավաքագրենք, հա։ Դուք։ Չէ, դուք պետք է։ Մենք կարծում ենք, որ պետք է հավաքագրենք, որովհետև ամեն ինչ անում ենք, որպեսզի հավաքագրելը մեր ընդհանրապես պետեկամուտների կոմիտեի վրա օրենքով հավաքագրել խնդիր չի դրված։ Կա բիզնեսի վրա պարտավորություն, որ ինքը պետք է վճարի հարկերը։ Այսինքն բիզնեսը պետք է ինքնուրույն վճարի։ Հավաքագրելու խնդիր դուք ոչ մի օրենսդրական դրույթի մեջ չեք տեսնի եւ պետեկամուտների կոմիտեն հավաքագրող մարմին չի։ Ճիշտ հակառակը ինքը հսկողական ֆունկցիաներ իրականացնող մարմին է։ Դրա համար հավաքագրելը ճիշտ է, ուրեմն հարցադրում չի։ Բյուջեի հետ կապված պարտադիր մենք պետք է կատարենք։ Մեր անհանգստությունները կան ամեն օր, մյուս տարիներ լինելու, եւ դա լավ է, որովհետեւ չի կարելի 95 թվականից եթե դուք վերցնեք ուսումը 95 թվականին 26 միլիարդ է պետական բյուջեն։ Հիմա որ խոսում են լրատվամիջոցներում, վերցրեք ըստ տարիների նայեք պետական բյուջեի ուրեմն եկամտային մասի աճը, բայց չանհանգստանանք, լուրջ խնդիր է։ Հիմա որ վերցնեք ուսումնասիրեք, կտեսնեք, շատ բաներ էլ այն ժամանակ չկար, հիմա կա։ Այսինքն գների թանկացումն եք ասում 20 անգամ գինը թանկացել է մեր մոտ ապրանքների։ Մի գիշոր խորանակ վերլուծական ուրեմն ունակությունները օգտագործեք մեր տեղեկատվական բազայից, վերցնեք վերլուծեք մեր մասնագետների հետ աշխատեք, ձեր համար շատ հարցեր բարձ կլինի։ Կառավարությունում հիմա ասեցի քննարկում են, թե ինչ ձևով պետք է ուրեմն մի մասին թույլ կտանք երևի թե ծախսային մասերով դուրս գրել այդ ուրեմն ծախսերով,
ՓՄԶ-ին մենք հակված ենք, որ անվճար տրամադրել, միջոցների խնդիր կա, հիմա մեր մասնագետները կբարձրացնեն։ Պարոն Խաչատրյան, ինչպես է վերաբերվում նախագահի այն հանձնարարականին, որ նախարարներն անձամբ պետք է իրենց ոլորտի հարկահավաքությանը հետևեն, խոսակցություններ կան, որ ձեր հանդեպ վստահությունն այնքան մեծ չէ եւ անձամբ նախարարներին հանձնարարել են հետևել։ Վստահության, անվստահության խնդիր չկա եւ իմ նկատմամբ եւ նախարարների խոսքը վերաբերում է աշխարհի բոլոր երկրներում հարկերը միայն պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չի, դա կառավարության խնդիրն է եւ մենք զարկ ենք տալիս ինստիտուցիոնալ վարչարությանը, այսինքն կառավարության բոլոր ճյուղերը ստորաբաժանումները պետք է հարկերով զբաղվեն։ Հարկերը որտեղից են առաջանում, հաշվառումից, եթե ենթադրենք որովհետեւ նախարարությունում հաշվառումը, ֆինանսական միջոցների տնօրինումը, բյուջեից եկած ֆինանսների ուրեմն հաշվառումը, հսկողությունը լավը չի, նշանակում հարկերն լավը չէ, անվստահության խնդիր չկա։ Ճիշտ հակառակը կառավարությունով մենք զարգացնում ենք ոչ միայն այդ եկամուտների վարչական մեխանիզմներով ամեն գնով հասնել հարկերի բարձրացման, այլ ճիշտ հակառակը, մենք շանս ենք տալի նաև նախարարություններին, ասում ենք ձեր մոտ եկեք միասին վերլուծական հանդիպումներով հասնենք նրան, որպեսզի մարդիկ ինքնուրույն հայտարարեն եւ ներկայացնեն հաշվարկներ։ Իսկ նրանք ովքեր չեն հայտարարել, կոշտ վարչական միջոցներ կձեռնարկեն, շատ պարզ է։ Պարոն Խաչատրյան, գործադիրում մշտապես խոսվում է օլիգարխներին հարկային դաշտ բերելու խնդրի մասին, որքան է դες հաջողվել օլիգարխներին վերել հարկային դաշտ։ Ուրեմն շատ հետաքրքիր լավ բառ է օլիգարխը, որ դուք ասում եք, հրապարակվում է, մենք շատ ժամանակ անտարբեր ենք։ Կասեք, որ օլիգարխներն են, եկեք մեր նայեք խոշորների ցանկը, տեսեք ինչ հարկային վճարումներ են կատարում։ Դուք մի քանիսը նշեք, հա։ Ես չգիտեմ, դուք նշեք։ Դուք ինքներդ փորձով բիզնես ունեք։ Ոչ, ասեմ որ չունենք։ Ձեր գույքի եւ հայտարարագրում գույքի եւ եկամուտի 2011-ի դրած 3 միլիոն դոլար անցրել։ Կասեք որ այո, որ դուք գնաք նայեք հայտարարագիրը, երբ որ ես ներկայացնեմ, կգտնեք որտեղից։ Դուք արդեն ներկայացրել եք 2011։ Երբ որ 11-ինը չի, դա հենց սկզբից դուք մանեք եք գտնեք։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչ քայլեր է պետք է կատարում, որպեսզի պաշտպանության պաշտոնյաները եւ հարկային աշխատողները բիզնես չհովանավորեն եւ բիզնեսի հետ փոխկապակցված չլինեն։ Շատ լավ հարց եք տալիս, հիմա դրա համար մեր աշխատակիցներից շատերը ներկայումս համակարգում չեն եւ այն մարդիկ, ովքեր միջամտություն հովանավորությամբ են զբաղվում, դրանք էլ ուրեմն համակարգում չեն եւ մենք նոր երիտասարդ կադրերով համալրում ենք ան, դրա համար հիմա 71 տեղ թափուր եւ շատ թափուր պաշտոններ ունենք, որ մենք հիմա ուրեմն խնդրեմ ունենք լուրջ որոշ մասնագիտություններ գծով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավաբանական կրթության, մասնագիտական լուրջ խնդիրներ ունեն, խնդիրներ ունեն կադրային։ Նույնը ձեր առաջի տեղակալին էր վերաբերում, որ աշխատանքից ազատվեց միջավայր։ Ուրեմն նա առաջի տեղակալը չէր, տեղակալներ եւ մենք նորից ենք կրկնում, եթե գտնենք ներկայիս տեղակալներից ավելի լավ պատրաստված կադրեր եւ համակարգի ներսում եւ դրսում, ելի փոխել ենք։ Այսպեսի մի հարց պարոն Խաչատրյան, նախագահը ասում էր, որ այ պետական պաշտոնյաները միջամտում են եւ ասած ես անձամբ կպատժեմ։ Կասեք, որ պետական պաշտոնյաներն են միջամտում հարկահավաքման գործին։ Եվ մինչև այդ ինչու՞ չեք դուք բարձրացնում հարկային մաքսային գործառույթներին Հայաստանի Հանրապետությունը բոլորս գիտենք, չէ, ոչ մեկս լուսնի չենք եկել, գիտենք, որ ցանկացած տիպի միջամտություններ լինում են եւ համակարգի ներսում, եւ դրսից, եւ պետական պաշտոնյաները անուններ պետք չի տալ, միջամտությունները կան եւ այդ միջամտությունները կանխելու համար դրա համար հանրապետության այո, եւ բարձրաշա եւ միջին բոլոր տեսակի միջամտություններ կան։